Սելեմ զինվորի ծնող, շատ հպարտ զինվորի ծնող եմ, բայց այսօր ունենք շատ մեծ դժգոհություն, որը կախված է մեր երեխաների հետ։ Մենք այստեղ ենք այս պահին, պահանջում ենք արդարություն եւ հավասարություն մեր երեխաների համար։ Նույն թվի ծնված երեխաները, նույն դասարանում սովորած երիտասարդները այսօր հայտնվել են տարբեր ծառայության ժամկետի մեջ։ 2025 թվին զորակոչված զինվորները, որոնք որ մեկնել են ամռանը, այսօր ծառայում են պարտադիր ծառայության 24 ամիս, իսկ մյուս երիտասարդները ծառայում են 18 ամիս, եւ սա անարդարություն է բերում եւ անհավասարություն մեր երեխաների եւ նաեւ ծնողների համար։ Անարդար է, երբ որ նույն համադասարանցին մեկնում է, զորակոչվում է բանակ 6 ամիս ուշ, իսկ զորացրվում է օրեր շուտ մեր երեխաներից, եւ սա էլ է մեր համար շատ անարդար եւ շատ անհավասար։ Խնդրում ենք, թող, չգիտեմ, ինչ որ նոր օրենք ձեռնարկեն, ինչ որ նոր լուծում, որ բերի մեր երեխաներին հավասարության եւ արդարության։ Տղաների մեջ են տարաձայնություններ առաջանում այդ։ Ճիշտ ասած, մեր տղաները չեն իմանում, որ մենք այս պահին այստեղ ենք։ Մեր տղաների մեջ ոչ մի խոսակցություն չկա, չգիտեմ, ուղղակի մենք ծնողներս ենք, որպես ծնող, բոլորս էլ մենք ստե ծնող ենք ու բոլորս էլ մենք ուզում ենք արդարություն եւ հավասարություն մեր երեխաների համար։ Եթե երեխան ծառայում է Հայաստանի համար, հայոց բանակի համար, կատարում է նույն պարտքը, ծնված է նույն թվին, նույն դասարանում սովորած երիտասարդը չի կարա տարբեր ժամկետներով ծառայել։ Մի մասը մեր երիտասարդներին այսօր բաժանել են տարբեր խմբերի։ Մի մասը պարտադիր է, պարտավոր է ծառայել 24 ամիս, իսկ մյուսը 18 ամիս։ Այսինքն նաև օրենքի մեջ դուք հակասություններ կա։ Ճիշտ ասած, չեմ կարա ասեմ, ուղղակի մենք կուզենք այս օրենքը ավելի վերանայվի, հա, մեր պահանջը, մեր խնդրանքը դա է, թող վերանայեն այս օրենքը, մեր երեխաներին բերեն հավասարություն։ 2025 թվականի ամռանը։ Արզումանյան Նինա։ Հնարավոր է նոր որոշմամբ ինչ որ փոփոխություններ ներառել, որպեսզի այս տղաների հայրենասիրական հոգին, մարտական հոգին չկոտրվի։ Այսինքն ին որդին գնացել է հուլիսի 14-ին, հունվարի 7-ին գնացած երեխան իրանից ավելի շուտ է զորացրվելու։ Իսկ օգոստոսի 15-ին գնացած տղան մի ամիս դեռ մնալու է զորամասում, նայելով թե ոնց են զորացրվում իրանից ուշ գնացածները։ Մեր պահանջը դա է։ Խնդրում ենք ուղղակի, եթե ավելանում է թվաքանակը պայմանագրային զինծառայողների, այսինքն հնարավոր կլինի ինչ որ փոփոխություններ անել նաև ի օգուտ մեր երեխաների, ինչպես նաև Հայկ Սարգսյանի падգամավոր նախագծի հիման վրա ընդունվել է որոշում, որ արտասահմանից կարող են տղաները վերադառնալ, ովքեր գտնվում էին ռոզիսկի հետախուզման մեջ էին գտնվում, այսինքն կարող են վերադառնալ, ել չեն դատվելու, ունեն ընտրություն կամ վճարել, կամ գնալ ծառայելու։ Կարծում ենք, որ նաև կլինեն տղաներ, ովքեր կգնան ծառայելու, որոնց թվաքանակի ավելացումն էլ արդեն կնպաստի, որպեսզի մեր երեխաների համար ինչ որ դրական փոփոխություն լինի։ Բայց եթե չծառայելու նպատակով հեռացել են, ըստ ձեզ հեռացել են, բայց հիմա պետությունը իրանց տալիս է հնարավորություն, որ դուք չեք դատվելու, դուք գալիս եք, կարող եք գնալ ծառայելու։ Այն ժամանակ իրանք չունեին այդ այլընտրանքը, իրանք գիտեին հենց կմտնեն Հայաստան, իրանք կդատվեն։ Հիմա փառք Աստծուն, այդ խնդիրը վերացել է։ Չէ, ներեցեք, հարցը հետեւյալն է, եթե ժամանակին հեռացել են, որովհետեւ չեն ցանկացել ծառայել։ Հասկանալի է, շատերը։ Եթե այլընտրանք կա, գումարը կվճարեն եւ կշարունակեն չծառայել, դա է հարցը։ Միգուցե չվճարեն, գնան ծառայելու, լավ։ Բայց մենք ունենք Պաշտպան հայրենյաց ծրագիրը, որի շրջանակներում ավելանում է զինծառայողների, պայմանագրային զինծառայողների թիվը։ Հետո ես մի լրացում էլ անեմ, էլի ծնողները կխոսեն։ Ավելացվել է արձակուրդը, 30 օր է դարձել մարտական հերթապահություն իրականացնողներ, բայց այստեղ նորից շահում են 18 ամիս ծառայողները, եկեք խոստովանենք, ներկայում ծառայող բոլոր տղաները 24 ամիս ծառայում են, օգտվում են 30 օր արձակուրդից, նրանք ծառայում են 18 ամիս եւ կրկին օգտվում են 30 օր արձակուրդից, այսինքն շահում են 18 ամիս ծառայողները։ Մեր պահանջը հետեւյալն է, ես ուղղակի կարողացա ներկայացնեմ, խնդրում եմ, եթե էլի ծնողները կլինեն իրենց կարգավորություն։ Այո, մենք դիմել ենք բազմիցս անգամներ
Արձագանքները հիմնականում մերժողական են, կոնկրետ ինձ դեռ չեն պատասխանել ու դեռ մի քանի ծնողների չեն պատասխանել։ Իմ նամակը արդեն մարտի 2-ից գտնվում է Պաշտպանության նախարարությունում։ Մենք դիմել ենք մեր հանրապետության վարչապետի աշխատակազմին, Պաշտպանության նախարարություն, մարդու իրավունքի պաշտպանին, դիմել ենք ազգային ժողովին։ Հիմնականում Եք դիմել եւ որ մանրից ունեք արձագանք։ Ովքեր ունեն արձագանք կարող են ասել, հիմնականում մերժողական, ես դեռ չունեմ։ Ինձ ուղղակի պատասխանել են, որ դիմումս արդեն գտնվում է վարչապետի աշխատակազմին հասցեագրված դիմումը գտնվում է Պաշտպանության նախարարությունում, արդյունքների մասին կտեղեկացնեմ, դեռևս չունեմ ոչ մի պատասխան։